Բարի օր բոլորին։ Մենք այսօր ունենք շատ գեղեցիկ եւ տաղանդավոր հյուր, որը ապացուցեց, որ Պատյանը կարող է լինել արվեստի գործ, ցենց աշխատանք, հետաքրքիր մտքով, գաղափարով եւ մանրակրկիտ աշխատանք վրան արած, ճիշտ եմ ասում։ Մեր այսօրվա հյուրը Պատյան բրենդի հիմնադիրը Ռոզաննան է։ Շատ շնորհակալ ենք, որ այսօր համաձայնվեց եկավ մեր մոտ հյուր։ Ես շնորհակալ եմ հրավերի համար։ Ակնկալում ենք հետաքրքիր պատմություններ, ոնց է այս ամեն ինչը ստեղծվել, ոնց է եկել այդ գաղափարին, առհասարակ ձեր մասին պատմեք։ Մերսի Սուսաննա ջան, նորից հրավերի համար։ Իրականում գաղափարը ինձ մոտ ծնվել է դեռ երևի մի 6-7 տարի առաջ։ Ինքս մասնագիտությամբ ծրագրավորող եմ, արդեն 10+ տարի, 11 հեսա կլինի, ու միշտ այդ խնդիրը ունեցել եմ, քանի որ նոթբուքը ձեռքս բռնած ման եմ եկել, համ ծանր ա եղել, հարմար չի եղել, ինչ որ տենց տարբերակներ գնել եմ, դուրս չի եկել, շուտ ա մաշվել եւ այլն։ Սիրուն էլ չկա, դրեք անկեղծ լինենք էլի չկա։ Սիրուն էլ չկա դրա հետ միասին, ու այդ գաղափարը դեռ 6-7 տարի առաջ մոտս ծագել էր, բայց այն ժամանակ երևի այդքան ռեսուրս չկար ավելի շատ մենթալ առումով դա կյանքի կոչել, բայց երևի դեռ Պատյանը 2 տարեկան չկա, 2 տարի առաջ տենց որոշեցի էլի եկավ պահը, որ պետքա իմ համար Պատյան գնեի, նայեցի, ոչ մի բան դուրս չեկավ, գույները չէի հավանում, մի տեսակ տենց ոնց որ շատ սովորական բան լիներ, ու ես որոշեցի իմ համար անձնապես մի հատ Պատյան կարել պատվիրել, այդպես իմ ծանոթ դերձակի մոտ գնացի, տենց իմ հին առած նմուշները հետս տարա, ասեցի ուզում եմ այսենց ֆորմայ լինի, սենց, բայց այս գույնով եմ ուզում եմ, որ ինչ-որ մեջը հայկական մի բան լինի, ու այդ ժամանակ ինքը ինձ ասեց, գիտես, մենք սենց սիրուն հայկական ասեղնագործություն ունենք, Մարաշը, ու ես ճիշտ ասած միջև չգիտեի դրա մասին, ինչքան էլ որ դա ամոթ է, որովհետև Ինչ է ամոթ։ Բոլորը չի, հա, բայց ես սովորաբար տենց հետաքրքրվում եմ մեր ազգային մշակույթով, արժեքներով եւ այլն, բայց դրա մասին չգիտեի։ Այդպես որ տեսա, շատ հավանեցի ու միանգամից այդ Պատյանի պատկերները իմ աչքի առաջ եկան։ Այդպես մի հատ նմուշ ստացանք իմ համար, հետո որոշեցի մի հատ էլ այս գույնով եմ ուզում, մի հատ էլ եմ, բոլորը իմ համար էի սկզբում նախատեսում, ես էլ եմ ուզում, ու վերջում հանգեցի այդ մտքին, որ եթե ինձ սա պետք է, հաստատ կլինեն մարդիկ, ում էլի դա պետք կլինի։ Այդպես ծնվեց Պատյանը, հենց բառն էլ, բրենդի անունն էլ, շատ տենց սպոնտան որոշեցի, տենց լոգոն արագ կազմակերպեցինք եւ այլն, ու տենց ինքը դարձավ բրենդ։ Ինքը դարձավ սեր, որովհետև շատ գեղեցիկ է ու ես ուզում եմ դուք պարտադիր շեշտը դնենք նրա վրա, որ ինքը ձեռքի աշխատանք է ամբողջությամբ բաները։ Մարաշի ասեղնագործությունը, նախշերը, իրականում մեզ մոտ մի Պատյանը երևի տևում է, չգիտեմ, 3-ից 4 օր, որովհետև միջև այդ ամեն ինչը ասեղնագործում են, հետո ամեն մեկը դե անհատական ձևի ենք անում, հնարավորություն ունեն մեր հաճախորդները իրենք ընտրել Պատյանների գույները, իրենք որոշել նախշերը, կարող են նույնիսկ ինչ-որ տենց դեպքեր ենք ունեցել, հա, օրինակ այստեղ նմուշների մեջ չկա, բայց մեր հաճախորդներից մեկը, որը մեր ամբասադորը ոնց որ լինի, անդադ մեզանից Պատյաններ ա պատվիրում, էլ նվերների համար, իր համար, շատ ա սիրել, ու այդպես ինքը մեզ մի օր գրեց, ասեց, ուզում եմ Պատյան պատվիրել, բայց արևախաչով, մենք էլ չունեինք այդպիսի նախշ, ասեցի լավ, դուք մեզ կուղարկեք նկարը, որտեվ տարբեր ուղղություններով ա լինում արևախաչը, այդպես ուղարկեց, ասեցի լավ, ու այնքանով ա լավ, որ
այն մարդիկ, ովքեր ինձ հետ աշխատում են, հա, ասեղնագործողը, դերձակը, ես երբ որ գնում եմ իրենց մոտ ինչ որ մի մտքով, ասում եմ ենթադրենք, ուզում եմ սենց բան անենք, երբեք չի եղել դեպք, որ ինձ ասեն, չէ, այս չենք կարող անել։ Ձեր բախտը բերել է շատ։ Բախտը այնքան է բերել, այնքան շնորհակալ եմ իրենց, որ իմ բոլոր տենց մտքերը իրանք կարողանում են կյանքի կոչել, իրագործել, որովհետև ես անձամբ ինքս ոչ կարում եմ, ոչ ասեղնագործում եմ, ես պարզապես մտածողի դերում եմ այս սաղ պատմության մեջ։ Մի խոսքով այդ նախշը ուղարկեցի ասի կարանք սա մարաշով ասեղնագործենք, որովհետև ունեինք նաև նախշեր, որ մեքենական ասեղնագործությամբ, հա, օրինակ մեր արևային համակարգի այդ նախշը, հա, սիմվոլը, բայց ինձ ավելի շատ դուր է գալիս այս ձեռագործումի, տեսեք, ուրիշ էներգետիկա կա նրա մեջ, թեկուզ երբ որ իրար կողք դնեք համեմատեք, հա, դա լրիվ ուրիշ ձև է անցալվում։ Մի խոսքով այտենց ասեց հա կանենք ու այդպես ոնց որ մեր հաճախորդներն էլ են մեզ օգնում, որպեսզի նոր մոդելներ առաջանան։ Ինչի համար շատ շնորհակալ ենք իրանց։ Կարևորը որ պատվերներով էլ է հիմնականում, չէ, ու մարդ կարողանում է իր ուզած գույնի, իր ուզած ձևի, ոճի, չափսի, ինչը շատ կարևոր է իմիջիայլոց, որտեղ բոլոր նոթբուքները տարբեր են։ Ու հետո նաև ծնվեցին այս հեռախոսի պատյաններ էլ նաև ունենք, հա, ինչի եմ ասում, որ մեր հաճախորդներն իրենք են մեզ օգնում նոր մոդելներ ստանալով, մի անգամ մի կին գրեց, ասեց շատ եմ հավանում, բայց ես չեմ ուզում իրան օգտագործեմ որպես պատյան, ես ուզում եմ իրան օգտագործեմ որպես ամենօրյա պայուսակ, կարող ենք այդպես անել։ Ասեցի լավ, մեկ րոպե ճշտեմ, գնացի դերձակի մոտ, ասեցի մի խոսքով սենց հարցում ա եկել մեր հաճախորդների կողմից, կարանք ինչ-որ խորություն հաղորդենք, որ ինքը ոչ թե տենց պատյան մի բան իր մեջ կարողանաս դնես, թեպետ գրպանի տեղել ունենք, բայց ավելի ինքը ծավալային լինի, որ ավելի շատ իրեր մեջ լինեն թեկուզ նոթբուք ու ավելի տենց ամենօրյա, որ էլ պայուսակ հետը չգցեն։ Մի խոսքով տենց մտածեցինք, մեր ոչ մի հաճախորդին ոչ երբեք չենք ասում ու մեր համար շատ հաճելի է լինում այն պահը, որ երբ որ մենք իրանց ասում ենք հա կանենք ու այդ մոդելը փաստացիորեն գոյություն չունի, որ ինքը տեսնի ինչ հա արդյունքում ստացվելու, վերջում երբ որ վերցնում ու ասում հենց սենց էլ ես դա պատկերացնում եի ու այդտեղ չգիտեմ, սենց է որ 100% երջանկություն է բոլորի մոտ լինում, այդ շատ հաճելի պահ է։ Իսկ որն են ամենաշատը սիրում։ Համ հաճախորդներ, հետո էլ կպատմենք ձեր ամենասիրածը մեկն է, բացի մարաշի ասեղնագործությունից, այդ մեկը հասկացա, բայց տենց մնացածը։ Իրականում տենց որ ասեմ շատ ստատիստիկա չունեմ, թե որ մոդելն են ավելի շատ գնում, որովհետև բոլորը միքս են անում, իրանց ուզած, ասենք նույնիսկ իրանց ինիցիալներն են ավելացնում վրան ասեղնագործվող, այս նախշերը, հա, մարաշի հիմնականում փոփոխում են տեղերը, գույները եւ այլն, արդյունքում ստացվում է եզակի մոդել, որը չի կրկնվում, բայց գույներով բանով բայց չունենք տենց, որ հենց օրինակ սրանք, այս մարաշի ասեղնագործությամբ այս մոդելները շատ են վաճառվում, մեկ էլ ունեինք մի հատ մի մոդել, որը հիմա այստեղ չկա ցուցադրված, ցենց ժապավենա, գորգի տեսքով, կարող է այնտեղ ունենանք։ Չունենք, ձեր մոտ չեմ լրել։ Մեկ էլ դա են շատ հավանել, բորդո ու սև գույներով շատ է դա վաճառվում։ Իսկ անձնապես իմ սիրած մոդելը լինում է ամեն հաջորդ նոր մոդելը, հենց ինչ որ մի նոր բան եմ մտածում, ասում վաու, սա իմ հիմա ֆեյվորիտն է դարձել, սա շատ եմ սիրում, օրինակ այդ դրանց շարքին է, այս երկու մեր նոր մոդելները, որոնք աշնանային, հա, կարելի ասել աշնանային կոլեկցիայից, որոնք որ կաշի եւ ֆետրի, հա, համադրություն են, բնական կաշվի եւ ֆետրի ու վրան մեր դե հայկական մարաշի ասեղնագործությունը, որը մի ուրիշ գեղեցկություն է, չգիտեմ, իմ աչքերում ամեն դեպքում տենց է երևում։
ինչ-որ նոր պրոդուկտներ։ Նոր պրոդուկտներից ճիշտն ասած ինչ-որ միտք ունեմ նաև ջինսի հետ համադրել ֆետերը, ինձ թվում է շատ սիրուն կլինի։ Իմ մտքում ամեն դեպքում ես արդեն իրան տեսնում եմ, ու քանի որ իմ թիմի մարդիկ ինձ կյանքում չեն ասում ոչ, ինձ թվում է մենք շուտով դա կունենանք։ Տեսնենք ոնց կստացվի էլի, տենց այդ ջինսը խառնենք մեր մարաշներով, այս ֆետերով, տեսնենք ինչ դուրս կգա։ Իսկ հենց պայուսակների պարագայում, ասենց ասեմ, մենակ պատյանները չէ՞, ասենց ինչ-որ կանացի պայուսակների վրա փորձում եք, ուղղություն վերցնեք։ Ունենք արդեն, էդ է ասում, որ դրանք հիշում եմ այդ բանի չափով, այս չափով էին, չէ՞ իրանք։ Այս իրական կախված է, թե ինչ չափի հաճախորդը կուզի, կարանք ավելի փոքրացնենք, կարանք մեծացնենք, պարզապես որ տենց չենք կարում ու մնում, հա, պատվերով ենք աշխատում, տենց օրինակ հիմա ցավոք սրտի չկա այդ նմուշը, որ ձեզ ցույց տամ։ Նաև տենց մի քանի մոդելներ ունենք թոթ բեքերով, էլի մեր հայկական ասեղնագործ բաներով, հա, նախշերով։ Իրականում մեր համար սա լրիվ բաց դաշտ է, ամեն դեպքում իմ համար մտքերը շատ են գեներանում։ Ինձ թվում է ապագայում ինչ որ հետաքրքիր բաներ կունենանք ոչ թե միայն նոթբուքի, հա, չնայած հիմա նաև անում ենք դե iPad-ների, հա, էական չի, ինչի, պատյան է, iPad-ների համար նաև դե հեռախոսների համար ունեցանք որպես պայուսակ, հա, ես տենց մի հատ միտք ունեի նաև ռյուկզակներ անել, քանի որ հիմա երեխաների մեծ մասը, հա, ռյուկզակներով են դպրոց գնում ու բաներով, կոմպերով արդեն դպրոցներ կան, որտեղ դա արդիական է, մտածում եմ տենց ինչ-որ մանկական շարքել ունենանք, հա, ու նաև դե անվանական, որ չկորցնեն երեխեքը իրանց պատյանները։ Իսկ դուք մանկուց երազել եք լինել ծրագրավորող, թե ինչ-որ ուղղակի ճանապարհը տարել է դեպի այդ կողմ։ Ճիշտն ասած, մանկուց չեմ երազել, մանկուց երազել եմ լինել օդաչու, որովհետև իմ համար դա մի տեսակ շատ վեհ մասնագիտություն է, քանի որ տենց շատ լուրջ ու պատասխանատու է իմ համար դա, բայց ոչ մի քայլ չեմ ձեռնարկել դրա հետ կապված, ուղղակի տենց միշտ Իսկ ստյուարդեսը չէ, ինձ ավելի շատ այդ կառավարել, նստացնել, բան, տենց որ բոլորը ապահով են, այդ բանն է միշտ դուրս եկել, բայց դա ծրագրավորումը, իրական իմ մասնագիտությունը ծրագրավորումը չի եղել, ինչ որ ես ինստիտուտում սովորել եմ, հա, լրիվ ուրիշ է եղել, սովորել եմ պոլիտեխնիկում։ Ինչ եք սովորել պոլիտեխնիկա։ Սովորել եմ էլեկտրոնիկա, միկրո եւ նանո էլեկտրոնիկա, դա սխեմաների տոպոլոգիաներ եւ այլն սխեմատեխնիկա, ամեն ինչ ինչը կապված է դրա հետ, ու բավականին երկար սովորել եմ 10 տարի, բայց դες չի որ մնացել եմ նույն կուրսում, ուղղակի ասպիրանտուրան եմ սովորել, բայց հետո տենց լրիվ գնաց ուրիշ շատ տարբեր է, էլի շատ բազմակողմանի անձեք, բազմակողմանի զարգացած անդամ ոնց էր դա ասեցիք այդ բանը սխեմատեխնիկա սխեմատեխնիկա, ծրագրավորում, հետո դիզայն, էլի ինչ-որ նպատակներ կան, ուրիշտեղ փորձել ուրիշտեղ չգիտեմ, բայց հոբիներից մի ժամանակ շատ ակտիվ գնում էի կավագործության։ Այդ իմ համար այդ ծրագրավորումից, այդ վիրտուալ աշխարհից կտրվելու, ինչ որ ձեռքերով աշխատելու շատ ինձ այդ ոնց որ բալանսի էր բերում, հա, այդ վիրտուալի ու իսկականի միջև ու այդ process-ը ինձ միշտ դուր է եկել, երբ որ ես ինչ որ մի բան եմ ստացել արդյունքում, հա, որովհետև փոքր ժամանակ էլ միշտ սիրել եմ handmade ինչ որ բաներ բզբզալ, չգիտեմ, բիժուտերիա սարքել, բան տենց իմ հավեսի համար ու այդ բանը միշտ մոտս եղել էր, կավագործությունն էլ ինչ որտեղ տենց ռեալիզացնում էր էլի այդ կողմի միտքը։ Տանն էլ էիք ինչ-որ բան ստեղծում կավից, թե ուղղակի գնում էիք կուրսերը։ Տանը, չէ, արվեստանոց էի գնում, Լիդիթ էր մեր ուսուցչու անունը,
Հիմա ցավոք փակվել է արվեստանոցը, երևի տենց մի տարի կլինի, որ էլ չեմ գնում, բայց դրա արդյունքում լիքը հավես բաներ եմ սարքել մեր տանը, որ գալիս են մեր տուն, ասում եմ ինչ կավից տեսնում եք, բոլորը ես եմ սարքել իմ ձեռքերով, այն աման ճամանները եւ այլն, հա։ Իրական շատ հավես է։ Հա, երազանքներից եղել է նկարել իմանալը, բայց կյանքում չեմ գնացել նկարչության ու ինձ միշտ թվացել է, որ ես չունեմ այդ դա իմ մեջ չկա։ Իսկ այս կավագործության գնալու արդյունքում, դե քանի որ նաև նկարում էինք, հա, այնտեղ չգիտեմ, տարբեր ափսեների, վազաների վրա, ոնց որ այդ մի բանը մի քիչ ռեալիզացվել է այդ երազանքը այդ կողմով։ Իրականում, եթե խորանանք, ծրագրավորումն էլ է ինչ-որ նկարչության մի տեսակ, որովհետև դու նկարում ես արդեն թվերով, տառերով, չէ, ինչ-որ սխեմաներով, ու ստանում ես արդյունք։ Չգիտեմ, դա ավելի, ես նույնիսկ ասեի, ավելի դժվար նկարչության ինչ-որ ձևաչափ է, որովհետև դու վերջնականը չտեսնելով, արդեն տակից սաղբազան ստեղծում ես ու ինքը դառնում է մի պատկեր։ Կարելի է տենց էլ ասել։ Բա տեսնում եք շատ ավելի բարդ նկարիչ եք, բարդ, ոնց ասեմ, բարդ գործեր եք անում, քան թե դասական նկարիչները։ Կարմրեցի։ Չէ, ես սիրում եմ, որ մարդիկ իրանց, ոնց ասեմ, ռեալ գնահատեն։ Իրականում ես հավատում եմ, որ ցանկացած մարդ ինչ ոլորտ ուզի կարա մտնի ու անկախ տարիքից ես դրանում ոնց որ համել իմ օրինակի վրա համոզվել եմ, ընդհանրապես պետքա մի քիչ շատ խորանալ ու ժամանակ ծախսել այդ տվյալ ոլորտի հետ ծանոթանալու եւ այլնի վրա, ընդհանրապես այդքան, թե չէ անհնար ոչինչ չկա։ Օրինակ ես մարդուն ասում, չէ, սա իմ ուչի, ես կյանքում դա չեմ կարող անել, օրինակ ես դա չեմ ընկալում։ Ոնց եք դա պատկերացնում, պետք է փորձի, հա։ Հա, անպայման պիտի փորձի։ Լսում ես Լիան։ Եթե իհարկե ցանկություն ունի, որովհետև տենց բան չկա, որ մարդը չկարողանա անի, մենք բոլորս էլ ունենք այդ ստեղծված ենք, հա, իծնե այդ ամեն ինչով, ուրիշ հարց է դու դա ոնց ես քո մեջ զարգացնում, ինչքան ես, հա, ճիշտ է, մարդկա իր մոտ օրինակ ֆիզիկական տվյալներով, հա, ինչ որ մի բան է ավելի լավ է ստացվում, հա, ինքը այդ ոլորտում ավելի ճկուն է, բայց ես վստահ եմ, որ աշխատասիրության դեպքում հաստատ կարելի է հասնել արդյունքի միանշանակ, տարիքից էլ անկախ։ 100% ձեր հետ համաձայն եմ ու կապ չունի քո պատկերացրած արդյունքը որն է, կարող է դու այստեղ էիր պատկերացնում ու այդտեղ չհասար, բայց դա չի նշանակում, որ դու այստեղ չես հասել։ Պետքա փորձել, միանշանակ պետքա փորձել, հատկապես երբ որ դու զգում ես, որ ինչ-որ ստագնանցիայի ես ենթարկվում ու դա բերում է դեպրեսիայի, չգիտեմ, անվանության կապիտ ասած, դու պիտի փորձես, անընդհատ տարբեր բաներ փորձես։ Ոնց որ փոքր բալիկներին, չէ՞, տանում ես տարբեր խմբակների, մինչև բացահայտում ես իր մեջ իր ուժեղ կողմերը ու սկսում ես դրա վրա աշխատել։ Իրականում այդ շատ կարևոր է, ինձ թվում է այդ բազմակողմանիությունը հենց դրանից էլ գալիս է, օրինակ ես ինքս փոքր ժամանակ ինչ խմբակ որ կար, ես բոլորը մասնակցում էի Էլժանյակա գործություն, էլ չգիտեմ վոլեյբոլի երաժշտական դպրոց եմ ավարտել, հա 7 տարի, ինձ թվում է այդ ամեն ինչի արդյունքում է սենց դարձել ու ես հավատում եմ, որ այն մարդիկ, ովքեր որ երաժշտական դպրոց են գնում, հա այդ բանը, որ դու տարբեր ձեռքերով տարբեր բաներ ես անում, քո նեյրոնային ցանցը լրիվ ուրիշ ձև է զարգանում, դա ապացուցված էլ է ու ինձ թվում է այդ շատ է օգնել։ Ուրեմն ես իմ կյանքում ունեմ մի փոքրիկ դրվագ, երբ որ առաջի բալիկիս էի սպասում, մոտս չգիտես ահա որ մեծ ցանկություն հայտնվեց դաշնամուր սովորել նվագել։ Ինչ շատ մեղք էր իմ դասատուն Անի ջան։ Ներողություն եւս մեկ անգամ։ Ամեն անգամ ես իրան ասում էի ոնց ես դու ինձ դիմանում, որովհետև ես ինքս ինձանից սսվում էի, ինքան դժվար էր ինձ տրվում այդ ամեն ինչը, ու ես այդ բանին հասկացա, որ ինչքան դժվար է այդ ոլորտը, որ մենք նայում ենք ոնց են երաժիշտները sense հեշտությամբ կատարում տարբեր գործեր, բայց այն որ ամենատարական փոքր գամաները հազիվ ես դու ընկալում, ոնց պիտի, չգիտեմ, որ նույնիսկ հիշելը
Չէ, չգիտեմ, դուք որ դաշնամուր եք նվագել։ Ես դաշնամուր եմ նվագել, պրոստը որ գնում ես փոքր տարիքից, երևի այդ ավելի ճկուն է, ավելի ճկուն է, ուղեղում ավելի շատ ազատ տարած կա, հա, այդ նոր բաներ ընկալելը, բայց մեկը մարդիկ մեծ տարիքում էլ են սովորում։ Ուղղակի մի քիչ ավելի կարող է շատ պետք է ջանք թափեն, բայց հաստատ ես մարդ գիտեմ, ով մեծ տարիքում իմ գոլեգաներից, հա, ինքը գնում էր երաժշտական դպրոց, տենց սիրողական որպես, ոչ թե, հա, որ ասենք թե գնում են համ սոլֆեջոյի համ տենց չէ, զուտ միայն դաշնամուրի դասեր էր վերցնում ու արդեն իր համար լավ էլ ստացվում էր։ Մարդ գիտեմ, ով գնում է հարվածային գործիքներ, հա, սովորելու, էլի իմ գոլեգաներից մարդ կա տենց մեծ տարիքում որոշել է, հա, ես տենց մի հատ երազանք ունեի, բան քսելոֆոն նվագելու մեր երաժշտական դպրոցում երկու հատ քսելոֆոն կար, բայց ուսուցիչ չկար ու ոչ մեկ այդ գործիքը չէր ընտրում։ Ու ես տենց այդ մի բան է իմ մտքում կա, որ դեռ չեմ փորձել, բայց ինձ թվում է մի օր փորձելու եմ, հետաքրքրվել եմ կոնսերվատորիայում կան տենց որ անհատական դասեր են տալիս, մի օր գնալու եմ հաստատ։ Իմ քուրիկին այնքան նման է, ինքն էլ տենց որտեղից որտեղ գտավ ուդի դասեր։ Ես նույնիսկ չգիտեմ, որ կա տենց գործիք։ Բայց ինքը երիկ չգիտեր դրա մասին, ուզում էր սովորել, գտավ, գնաց, սովորեց։ Իրականում նոր բան սովորելը շատ հավես է, դրանից նոր նեյրոններ են առաջանում ու ասում են, որ երիտասարդ մնալու գաղտնիքը նաև նրանում է, որ դու անընդհատ ինչ-որ նոր բան ես սովորում, նոր լեզու ես սովորում, շատ ճամփորդում ես, որի ընթացքում նոր բաներ ես տեսնում, էլի սովորում ես, հենց որ սովորելը միշտ լավ է։ Դուք որ փոքրիկ էիք։ Ոնց եք պատկերացնում ձեզ, որ այդպես կմեծանաք, ինչ եք անելու առհասարակ ձեզ որպես մեծ էլի մեծահասակացան, ոնց եք տեսնում։ Օй, բարդ է պատասխանել այդ հարցին, որովհետև վաղուց չեմ մտածել դրա մասին, հա, ոնց եմ ես ինձ մեծ տարիքում պատկերացրել։ Ես ուղղակի տենց օրինակ շատ բաներից sense ոգեշնչվող եմ, իմ համար այն տենց կարևոր բաներ, օրինակ այդ օդաչուն, հա, միշտ իմ համար տենց բան է եղել էլի, որ այ որ անհնարի պես բան, բայց չեմ պատկերացրել, որ ես երբևէ կդառնամ։ Ուղղակի ոնց որ sense եղել է inspiration-ի, չգիտեմ, հիանում եմ ես այդ մարդկանցով, հա։ Հիմա էլ է տենց, օրինակ ինչքան էլ որ ասենք թե ես տեխնոլոգիաներից հասկանում եմ, հա, գիտեմ այդ օդանավը ոնց է կառավարվում, բայց մեկը ես որ պատկերացնում եմ այդ ամբողջը սկա բանը կարելի է տենց բարձրացնել ու այդ մենակ այդ պատասխանատվությունը իմ համար տենց շատ վաու բան է, էլի։ Այսինքն ձեզ ավելի շատ կանգնացրել է հենց այդ պատասխանատվության մեծ պատասխանատվության զգացողություն։ Ճիշտն ասած, չեմ էլ մտածել այդ օրինակ երբ որ հա որոշել եմ, որ պիտի գնամ պոլիտեխնիկ ընդունվեմ, ինչ կրիտերիա, ինչ եմ որոշել։ Ոնց տեն ստացվեց էլի։ Ուրեմն սկզբում вообще չէի մտածում, որ ես կարողա գնամ պոլիտեխնիկ, միշտ մտածում եմ ինչ որ տես լեզուների գծով եմ գնալու, բայց հետո ու քանի որ հա բոլոր առարկաները լավ էի սովորում, ու տենց այդ ժամանակ այդ տենց ոչ մի բանը, հա, այդ առաջարկվածներից, ինստիտուտներից նես չէր, որ իմ համար վաու էր, հա։ Դրա համար ինձ մի քիչ տենց պլյուս մինուս նույն բանն էր, մենակ թե բժշկական չգնամ, որովհետև չեմ սիրել կյանքում ամենայն հարգանքով բժիշկների նկատմամբ, բայց իմը չի, հա, օրինակ մամայիս երազանքն է եղել, որ ես բժշկուհի դառնամ, բայց այդ իմը չի, որովհետև Իրանն էլ է եղել, որ ինքը դառնա։ Ու ես գիտեի, որ ես դա չեմ կարող անել, իմը չի դա, ասում եմ, մենակ այդ չգնամ, ուրիշ շատ սպეციფიკա ուզում ես կարամ ընդունվեմ, իմ համար էական չի, տենց այդ որ լեզուներն էի, մտածում էի լեզուների գծով կգնամ, հետո ինչ-որ մի պահի մտածեցի, որ դա ոնց որ դմաստ է, հա, պարտադիր է, որ դու իմանաս օտար լեզու եւ այլն, ամեն դեպքում դա պիտի իմանաս, ավելի լավ է քեզ ուրիշ մասնագիտություն ընտրի,
որ երևի թե կյանքում ռեալիզացվելու համար եմ ընտրել պոլիտեխնիկը ու երբ որ սկսեցի արդեն գնալ ինստիտուտ եւ այլն, այնտեղ էլ միշտ լավ սովորել, բայց ծրագրավորող դե չեմ եղել, ծրագրավորում մեր ֆակուլտետում ամեն դեպքում հա անցնում էինք ինչ որ ծրագրավորման լեզուներ, բայց ծրագրավորող մեզ չէին պատրաստում, հետո տենց ընթացքում, քանի որ մեր երկրում տենց գործարաններ չկան, հա, տոպո սխեմաների եւ այլն, տենց թեքվեց դեպի ծրագրավորման կողմ, որտեղ այդ գծով մեր երկրում չէի կարողանալու ռեալիզացվել, իսկ ես չէի ուզում ուրիշ տեղ գնալ, ոնց որ։ Բա որ գիտեք, որ չեք կարողանում ռեալիզացվել այդ բանում էլ, այդ ոլորտում։ Ոնց տենց ստացվեց էլ, որ հենց դա ընտրեցիք։ Այն էլ 10 տարի սովորեցիք։ Ուրեմն, երբ որ ընդունվեցի պոլիտեխնիկ, ի սկզբանե մտածում եմ, որ երկրորդ կուրսից կգնամ սինոպսիս, այնտեղ կշարունակեմ, որովհետև դա միակ տեղն էր այդ ժամանակ, որտեղ որ այդ մասնագիտությունից այն ժամանակ այսքան IT-ին զարգացած չէր, նույնիսկ ծրագրավորողները սենց այսքան չէին ու այդ սինոպսիսը քիչ թե շատ տենց լավ տեղ էր, հա, կարիերայի համար ու դա իմ մտքում որոշեցի ընդունվեցի պոլիտեխնիկ, որ պետքա երկրորդ կուրսից գնամ սինոպսիս, հետո այնպես ստացվեց, որ ես երկրորդ կուրսից չընդունվեցի սինոպսիս, երկրորդ կուրսի վերջից, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Ճիշտ այն ժամանակ ես այդքան ուրախ չէի դրա համար, դա իմ համար տրագեդիա է, որովհետև ես հենց դրա համար էի ընդունվել պոլիտեխնիկ ու այդպես որ ավարտեցի արդեն բակալավրը, քանի որ այդ process-ը սովորելու ինձ շատ դուր էր գալիս, որպեսզի ես այդ միջավայրից չկտրվեմ, այդպես մագիստրատուրան շարունակվեց, հետո մագիստրատուրան երբ որ ավարտեցի, կուրսեցիներիցս մեկը ինքը պետքա ասպիրանտուրա ընդունվեր, համելբանակի խնդիրներ ուներ, բան ասեց, արի գնանք իրար այդ քննությունը հանձնենք, TOEFL պարապենք, բան, ասեցին, ասպիրանտուրայի ինչին է պետք ասպիրանտուրա, բան, դե ասում արի էլի, կլինի, չլինի, տենց ասեցի լավ, շատ ջանք չեմ գործադրել դրա վրա։ Իներցիայով գնացել եք։ Իներցիայով։ Կարելի ասել вообще ջանք չեմ գործադրել, օրինակ այդ կուրսեցից TOEFL-ը չկարողացավ հանձնել ու ասպիրանտուրա չի լինում առանց TOEFL-ի ընդունվել, այն ժամանակ շեմը ավելի բարձր էր, հիմա մի քիչ իջացրել են այդ տեխնիկական բուհերի, իմ մոտ սենց ամեն ինչ ստացվեց, այն որ ես մտածում եմ, եթե չլինի, հաստատ երկրորդ անգամ չեմ փորձելու, ոչ մի քննություն չեմ վերահանձնելու դրա համար, այնքան որ սենց իր հոսքի մեջ ազատ ժամանակ ունեիք, որոշեցի քննություն անցնել։ Տենց որոշեցի գնամ ու որ ընդունվեցի ասպիրանտուրա, այդ ժամանակ հենց իմ կուրսեցիներից մեկը ու ես արդեն հասկացա, որ ես պետքա ծրագրավորումով ինչ-որ ինձ համար աշխատանք գտնեմ, որովհետև ասպիրանտուրան ավարտելուց կարող էի մնալ ինստիտուտում, դաստա, ինչ-որ գիտական աշխատանքների մեջ ներգրավել, բայց ամեն դեպքում այդ հաստատ բավարար չէր լինելու տենց իմ պատկերացրածը չէր էլի ամեն դեպքում ռեալիզացիայի առումով, դրա համար որոշեցի, որ պետքա այդ մի քիչ փոխեմ, հա, հունը, բայց ամեն դեպքում ասպիրանտուրան ավարտեցի ու այդ ասպիրանտուրայի հետ զուգահեռ ընդունվեցի մի տեղ, հա, որտեղ որ դեռ չգիտեի ես ոչ մի բան այդ ծրագրավորման լեզվից, մի ուրիշ լեզվով հանձնեցի, ինտերվյուն անցա, հետո տեղում արդեն սովորեցի մյուս լեզուն, որով որ ես արդեն սկսեցի, հա, փոխեցի էլի լեզուների միջև։ Այդքան բան չեմ հասկանում դրանից, մի քիչ դինոզավրի հարցեր կարող անտամես, հա, այս բարակ գնաց արդեն, երբ որ ընդունվեցի աշխատանքի այդտեղ, դե զուգահեռ ասպիրանտուրան անում էի, գնում էի կոնֆերանսների, հոդվածներ էի գրում բան, տենց զբաղվում էի այդ հարցերով, հա, հետո որ ղեկավարս գնաց, արդեն մի տեսակ սենց լրիվ ոնց որ մեջքս կոտրվեց, ավելի շատ իրա համար էի ուզում ավարտել, որ այնպես չլիներ, որ իրա ասպիրանտը չի ավարտում։
Ես դարում որևէ մեկը դիպլոմ հարցնում է, ինձ համար այնքան մեծ հարց է։ Բացի պետական ինչ-որ մարմիններից դիպլոմ հարցնում են։ Ինչ որ օրինակ այս ընթացքում այս 11 տարվա մեջ, չգիտեմ, քանի աշխատանք եմ փոխել, 5-6։ Ու այդ աշխատավայրերից երևի 2-ից 3 տեղ են ինձանից դիպլոմներ ուզել։ Ուզել են, որովհետև իսկապես պետք էր ստուգել, թե ուղղակի տենց կարգն է, տենց գրանցում են, բայց պատկերացրեք, օրինակ ես ունեցել եմ գոլեգաներ, ովքեր вообще չունեին բարձրագույն կրթություն, հա, իրանք իրանց համար գնացել էին ինչ որ տենց տեղ որտեղ հա հիմա շատ կա ծրագրավորման լեզուներ են սովորացնում, տենց անուններ չասեմ, որ գովազդ չանենք, հա, տենց իրանց համար այնտեղ սովորել են ու ընդունվել են աշխատանքի, այսինքն դա ոչ մի բան հիմա չի փոխում, էլի, կարևորը քո գիտելիքն է ու քո հմտությունը, հա, աշխատելու կարողությունը, վերջ, բայց ես չեմ փոշմանում, որ ես այդ 10 տարին պոլիտեխնիկում սովորել եմ, որովհետև հաստատ ինքը ինձ տվել է մտածելու ունակություն, այսինքն այդ նույն մի անգամ նենց լավ եմ հիշում, ինչ-որ բարդ բան էինք անցնում, դե բոլոր առարկաները տեխնիկական են, մաթեմ, ֆիզիկա, քիմիա, այնտեղ էլեկտրոտեխնիկա, այդ ժամանակ ծրագրավորում էինք անցնում, ծրագրավորման լեզու, ու սենց են, որ ուղեղս արդեն սենց ծուխեր դուրս գալիս, մի օր չդիմաց ասում, ընկեր Բաղրամյան ես ինչի է այսքան դժվար, ասում Ռուզաննա ջան, բա դու ուր ես ընդունում, պոլի նշանակում է շատ, ասում, այդ ժամանակ սենց է, որ արդեն հուսահատված ես ինչի ասես դժվար, առաջի կուրս էի կարծեմ, բայց այդ բանը շատ լավ ուղեղիս մեջ հիշողությունը մնացել է ու ես հասկացա, որ իրանք ճիշտ է մեզ կոնկրետ ծրագրավորող չդարձրին կամ հա ինչ-որ ուրիշ մասնագիտություն, բայց այդ մտածելու ունակությունը հաստատ այդ մնացել է, նենց որ դա հիմա իմ համար օրինակ խնդիր չի մի ծրագրավորման լեզվից ուրիշը սովորել, որովհետև այդ տեխնիկական այդ բեքգրաունդը ամեն դեպքում իր գործը անում է։ Իսկ երեխաների պարագայում դուք ոնց եք դաստիարակության նայում, չգիտեմ, նույն բիզնես հարցերում կուզենայիք, որ ձեր երեխան օրինակ ձերը շարունակի, թե կցանկանայիք իր համար ուրիշ ոլորտ։ Ես օրինակ մի 5 տարի առաջ տենց մի հատ երազանք ունեմ, մտածում եմ, որ շատ երեխաներ կունենամ, ամեն մեկը մի ծրագրավորման լեզվի մասնագետ կլինի, ես էլ փիոն կլինեմ, product owner-ը, ու տենց ինչ-որ մի product develop կանենք բոլորով, բայց տենց չեղավ։ Քարդաշյանների բանն եք։ Business model-ով։ Բայց տենց չեղավ, իրականում ես մտածում եմ, որ երեխեքին կարևոր է ցույց տալ, հա, ինչ կա, որ իրանք դրանից ընտրեն, բայց հաստատ Աստված առաջ, հա, երբ կունենամ երեխաներ, հաստատ երաշտական դպրոց պիտի գնան, կապ չունի ինչ գործիք կընտրեն, բայց ինչ որ մի բան պետքա նվագեն այդ նեյրոնային ցանցը ճիշտ կառուցելու համար, էական չի հետո այդ դրանով կշարունակեն, չեն շարունակի, դա մեկ էլ ես օրինակ շատ էի ուզում, որ ինձ փոքր ժամանակ շախմատի ու լողի տված լինեին, մեկ էլ այդ եմ մտածել, որ կանեմ, հա, ու թենիսի, մեծ թենիսի, բայց սենց արդեն որ ասեմ, արդեն շախեր։ Եղջ երեխեն հիմա երկնքում են, որս մի քիչ սպասեմ նորից պատրաստ չեմ գալիս, չեմ գա։ Հաջողություն քեզ։ Իրականում այդ բաները շատ կուզեի, որ լիներ, բայց դե մեկը, հա, որ երևի թե չեմ ստիպի, մենակ երաշտականը կստիպեմ։ Ես ճիշտ ասած հիմա ուզում եմ ձեզ ցանկանամ մի հատ բան, քանի ուրախավոր գեղեցիկ բաներ եք ստեղծում, իսկ հիմա շատ լավ են գովազդում Երևան Fashion Week-ը։ Ես ձեզ ցանկանում եմ, որ մյուս տարի դուք այնտեղ ներկայացված լինեք, որովհետև շատ լավ են կազմակերպում, շատ հետաքրքիր հյուրեր են հրավիրում արտասահմանից, տարբեր բաներից, ժուրնալը
ամսագրերից տարբեր հայտնի ամսագրերից ու ես կուզենամ որ ձեր պատյաները ամենտեղ նշված լինեն, որովհետև ունեմ ծանոթներ, ովքեր որ տենց մասնակցեցին ու հետո իրանց մասին գրում էին արտասան ու իրանք միանգամից մեծ ճանաչելիություն ձեռք բերեցին։ Ես այդ ամեն ինչ այսպես ընդ ուղում եմ ձեզ, շատ եմ ուզում որ սա տարածվի։ Շատ պատկերացնում եք ինչքան հավես կլինի, որ արտասանում նույն Միլանում տեսնես ինչ որ մեկը քայլում է Պատյանով, Մարաշի ասեղնագործությամբ, это же так круто։ Ես տենց եմ միանգամից ինչ որ տեսնեմ, տենց միանգամից փորձում եմ это ֆլուիդները ուղարկել։ Դիեզերք որ ամեն ինչ ձեր մոտ շնորհակալ եմ շատ։ Իդեպ մենք տենց кейսեր դեպքեր ունեցել ենք, հա, երբ որ պատվիրել են մեզ այնց պատյաններ դուրս ուղարկելու համար, Գերմանիայում կան մեր պատյաններից, Ամերիկայում տենց ու այնտեղից մեզ նկարներ են ուղարկում, Նյու Յորքում ունենք տենց մի հատ մեր պատյաններից, մի խոսքով տենց կարող է մի հատ երևա արդեն։ Շատ լավ, մենք մեր գործընկերներից մեկը, ով որ Լոնդոնից է, ինքն էլ եկել էր մի քանի օր առաջ, ասում էր գալու եմ, բանան եմ վերցնեմ, որ տանեմ արդեն հետո, շատ լավ է։ Տենց տարածվեք, ինչքան շատ տեղերում ներկայացված լինեն մեր գեղեցիկ հայկական ունիկալ ժամանակակից ապրանքանիշները, այդքան լավ։ Մի խուսափեք ինչ որտեղ մտնելուց, ինչ որ պլյուս 1 տեղում ներկայացված լինեն, տարածեք։ Այն որ արանքից հանեք ոչ որակյալը ու իրանց տեղը գրավեք միանգամից որակով ֆրանկանիշներով։ Փորձենք։ Հա, ամբիցիոզ եմ էլի, բանանով ես ամեն ինչին։ Ինչ կցանկանաք ումային։ Ուման այնքան լավ գործ անում, ես ճիշտն ասած ամեն հայկական բան շատ եմ սիրում ու միշտ փորձում եմ սատարել մեր հայկական արտադրողներին, հա, եթե ընտրություն ունեմ ու դրա հայկականը կա, ես հաստատ հայկականը կառնեմ։ Իսկ դուք շատ լավ բան եք անում, որովհետև լիքը մարդիկ կան, ովքեր որ շատ տաղանդավոր են, ունեն այդ ձեռքի շնորհքը, բայց իրանց արածը չեն կարողանում ցույց տան։ Այդ որովհետև մի բանա դա սարքել, լրիվ ուրիշ բանա դա ներկայացնել, իսկ դուք այդ մարդկանց համար ուղղակի, չգիտեմ, գանձ եք, նենց որ այն ինչ որ դուք անում եք, շարունակեք, ես իմ կողմից ինչով որ կարենամ ձեզ կօգնեմ, դուք եղեք սենց ոնց որ տակ ու զարգացեք, շատ էս միտքը հավանում եմ ու ինձ թվում է սենց բաները կօգնեն, որպեսզի համ մարդիկ ավելի շատ փորձեն իրանց անել, չվախենան, հա, անելուց, բա որ անեմ հետո ինչ պիտի, օրինակ ես տենց մարդիկ գիտեմ, որ չեն անում, որովհետև չգիտեն հետո ինչ պիտի դա անեն, ոնց պիտի վաճառեն, ով պիտի դա նկարի, ոնց պիտի դա ցույց տան, այդ սա խնդիր է մարդկանց համար, որովհետև ոչ բոլորն են տիրապետում, հա, այդ կոնտենտ սարքելուն, մանավանդ այն մարդիկ, ովքեր որ չգիտեմ, տենց սենց աշխարհների մեջ են, հա, իրանցն են ստեղծում, այն դիջիթալը իրանցը չի։ Իսկ այս այն ինչ որ դուք եք անում, լուսաբանում եք, շատ գովելի է, շատ ապրեք։ Շատ շնորհակալ եմ բարի խոսքերին, որ հաջողություն ու որ ձեր խանութը լիքը բրենչեր ունենա տարբեր տեղեր ու լինի էլ ավելի մեծ, որովհետև շատ բրենդներ կան, որ պետքա տեղավորել։ Այո, ես ասում եմ, որ բրենդերը ինչքան հնարավոր է շատանան։ Ճիշտ է ասում Ռուզանան, մի վախեցեք ստեղծագործել, միշտ կգտնվի ինչ-որ մեկը, որ կուզենա ձեզ ներկայացնի։ Հաստատ։ Նույն դասախոսներիցս մեկը ասում էր чартарапетներին ասում էր, не бойтесь придумывать какие-то очень необычные издания, всегда найдется талантливый инженер, который сможет это воспроизвести. Так что там հանգիստեղեք։ Ինչի համար եք ամենաշատը շնորհակալ Աստծուն։ Որ ես կամ երևի շնորհակալ եմ, որ ես կամ ու որ սենց կամ։ Մենք տենց կին ունեինք, որ ինքը ասեց за себя, спасибо. Մի
մի քիչ իմ ասածը նման էր, բայց այդ ոչ թե ավելի շատ է տենց, որ ես ինձ շատ եմ սիրում, այլ ուղղակի ես գնահատում եմ, որ ես գոյություն ունեմ ու որ իմ գոյություն ունենալով կարամ ինչ որ մի բան փոխեմ, որովհետև ես հավատում եմ, որ ամեն մեկից ինչ որ շարժումից, հա, ստեղ կամ այնտեղ գտնվելուց ինչ որ մի բան փոխվում է գլոբալ առումով։ Էֆեկտ բաբուչկի մասը։ Այո, այո։